Դավիթ Գալստյանը, նաև Բագրատ Սրբազանը։ Ի վերջո ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը եւ արդյոք ձեր գնահատմամբ սա իրավական գործընթաց է։ Դավիթ Գալստյանը իմ կուսակցական ընկերն է։ Դավիթ Գալստյանին այսօր դատում են նրա համար, որ ինքը իրականացնում է իր ֆունկցիոնալ պարտականությունները։ Դա նույնն է, ինչ որ ինձ օրինակի համար դատեն, օրինակ Հայաստանի առաջնությանը երեխա պատրաստելու համար կամ ինչ որ միջազգային մրցման մասնակցելու համար, ինչպես կարելի է մարդու դատել իր ֆունկցիոնալ պարտականությունները կատարելու համար։ Դավիթ Գալստյանը Արցախի ազգային ժողովի պատգամավոր է եւ ինքը ներկայացնում է 2020 թվականի ընտրություններում, այն ընտրություններում, որոնք որ նույնիսկ ճանաչել են այսօրվա Հայաստանի իշխանությունները, երրորդ քաղաքական ուժի խմբակցության ղեկավարն է Դավիթ Գալստյանը եւ տեղահանվելուց հետո այստեղ էլ ինքը իր ֆունկցիոնալ պարտականություններն ա կատարել որպես Արցախի պատգամավոր, իր գործունեությունն ա ծավալել ի նպաստ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պահպանման, մեր վերադարձի իրավունքի, մեր ունեցած սոցիալական խնդիրների եւ այն բոլոր այն ամեն ինչ որ մեծ առածել է մեր արժեվ այդ խնդիրների վերաբերյալ։ Ինչ ակնկալիքներ դուք ունեք այսօրվա դատարանից կգնա կտանեն Դավիթ Գալստյանին կալանքի թե այնուամենայնիվ արդարադատություն տեղի կունենա։ Չգիտեմ, բայց ամեն ինչ պետք է անենք, որպեսզի արդարադատություն տեղի ունենա։ Դե մենք գիտենք, որ դա գաղտնիք չէ, իլուր ամբողջայության առաջի դեմքը հայտարարել է, որ միթե կա Հայաստանում մի դատավոր, որ կարող է իրեն չէ ասի։ Հիմա տեսնենք այդպիսի դատավոր կա, թե չէ, իրոքից արդարադատություն կա, թե չէ, միթե կարելի է լրացնել ընդդիմադիր պատգամավորի այդպիսի եղանակներով։ Դա բնականաբար եթե հետ հայացք նետենք, մենք 2018 թվականից առաջ կարող ենք օրինակ մի հատ պատգամավորի անուն ասենք, որ իր քաղաքական մտքի կամ ֆունկցիոնալ պարտականությունների համար քրեական հետապնդման է ենթարկվել։ Այդպիսի մի հատ ազգանուն երբևէ չեք գտնի, բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդպես է։ Մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու փորձ անելու համար։ Այդ դուք իրոքից հավատում ենք, որ մի փոքրիկ հասարակական կազմակերպություն ունենալով մենք ի վիճակի ենք հեղաշրջում կատարել, լուրջ են ասում, իրոք ոնց կարելի է այդպիսի մտքեր արտահայտել։ Ես ոչ մի ապացույց, ոչ մի ձայնագրություն չեմ տեսել եւ չեմ կարող դրա վերաբերյալ որևէ արձագանք անել, բայց ճանաչելով Դավիթին ճանաչելով մնացածի վերաբերյալ չեմ կարող խոսեմ, ես վստահ եմ, որ մենք այդպիսի ուժ չունենք, որ կարող ենք, ես կուզենայի այդպես լինել, բայց դա հեքիաթների ժանրից է, մենք այդպիսի ուժ չունենք, որ Հայաստանը մեղաշրջում իրականացնենք։ Դուք մտավախություն չունեք, որ այս գործընթացները նաև կհասնեն ձեզ, նաև կհասնեն այդ պատգամավորների, այլ ակտիվ արցախցիների, որոնք մշտապես քննադատում են իշխանությունների քաղաքականությունը։ Դե բնականաբար ամեն մեկի մի ձևով կճնշեն, մեկից աշխատանքից կհանեն, ճնշումը միայն քրեական հետապնդում։ Ձեզ կարող է զրկել մարզումներ տրամադրելու տարածքից։ Ամեն մեկին իր բան ունի, եթե ինչ-որ մեկին ճնշելու են քրեական հետապնդման, մյուսին ճնշելու են ինչ-որ տնտեսական ձևերով, մյուսին կենցաղային, մյուսին աշխատանքից են անելու, եւ այլ մյուսի առջև ինչ-որ դռներ են փակելու։ Բնականաբար ամեն ինչը սպասելի է, բայց դե հուսանք, որ արդարադատություն կլինի եւ ինչքան մեղադրանքը ավելի լուրջ է լինում, այնքան պետք է ապացույցներն էլ ավելի լուրջ լինեն։ Միայն ինչ որ մի հեռախոսազանգի համար այսօր ամեն մեկը ինչ գլխին փչում է Facebook-ում գրում է, դա ճիշտ է, ճիշտ չի, սխալ է, հիմքեր ունի, հիմքեր չունի, աղբյուր ունի, աղբյուր չունի, ում գլխին ինչ փչում է սոցիալական ալիքներով գրում է, բայց ինքն էլ անում, հիմա եթե Նիկոլ Փաշինյանի գրառումները լուրջ ընդունեք, առաջի քրեական հետապնդման իրեն պիտի ներկայացնենք։ Սոցիալական գրառման համար քրեական հետապնդումը մի քիչ լուրջ բան չէ, էլի դա մնացած երկրները ինձ թվում է ծիծաղի առարկա կդառնան, եթե լսեն, որ ինչ որ սոցիալական գրառման համար հետապնդում են անում քրեական։ Շնորհակալություն։ Խնդրեմ։